Компании «Ташир». Все грани бизнеса. Ֆորտունա լորումարձային հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք մոլորակ լրատվականի գլխավոր թողարկումը, ես Գոհար Մովսիսյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը։ Երկրի մայրօրենքն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։ 2005 թվականին կրկին հանրաքվեով այն փոփոխվել եւ լրացվել է։ Սահմանադրության ընդունման եւ դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել։ Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է, ասված է Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ Սահմանադրության օրվան նվիրված պատմական ակնարկ ներկայացնում է իմ գործընկերը։ Հայաստանի Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ 1995 թվականի հուլիսի 5-ին, որը պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։ Հայաստանի Սահմանադրությունը իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։ Հայաստանի Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը եւ հիմնը։ Դեռևս 1990 թվականի օգոստոսի 24-ին Հանրապետության պետական դրոշ ճանաչվեց երագույնը, կարմիր կապույտ եւ նարնջագույն, որը առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց Հայաստանի զինանշանը, որի կենտրոնում Վահանը, Պահողարծիվն ու Արյուծն են։ Պատկերված է Արարատ լեռը Նոյան տապանով։ Որպես օրհներկ ընդունվեց առաջին հանրապետության պետական հիմնը՝ մեր հայրենիք հայրենասիրական երգը։ Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։ Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների տարանջատումով։ Բարձրադիր օրենսդիր մարմինը Գերագույն խորհուրդը վերանվանվեց ազգային ժողով։ Հայաստանի տարածքային կառավարման կառուցվածքի բարելավման նպատակին էին ծառայում 1995 թվականի դեկտեմբերին կատարված վարչատարածքային փոփոխությունները եւ նոր միավորների, մարզերի ու համայնքների հիմնումը։ Հանրապետության շուրջ 4 տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր եւ 1 մարզ եւս մայրաքաղաք Երևանը։ Ստեղծված տեղաշարժերը ստիպեցին բարեփոխումներ կատարել Սահմանադրության մեջ։ Ի վերջո 2005 թվականի նոյեմբերի 25-ին ընդունվեց Հայաստանի Սահմանադրության նոր բարեփոխված տարբերակը։ Հայաստանի Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն հուլիսի 5-ը համարվում է տոն եւ ոչ աշխատանքային օր։ Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է։ Շարունակում ենք թողարկումը։ Տոնական օրվան նվիրված մարդաշատ էր Մարզկենտրոնի Հայքի հրապարակը։ Այստեղ տոնում էին Սահմանադրության օրը։ Աշխարհը մերն է, Հայաստանում ամեն մի հայ աշխարհի տերն է, աշխարհը Ես սիրում եմ իմ երկիրը Տեսնեմ լուսավոր, պայծառ, որ ժողովուրդը լավ ապրի, պրոբլեմներ չլինեն, փոխվի, հայի կյանքը փոխվի, ապրեն այնպես, ինչպես լավ ապրել են առաջ։ Այսօրը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի կյանքում, Սահմանադրությունը բոլոր պետությունների հիմքն է կազմում։ Իսկ մեր երկիրը ես շատ կուզենամ տեսնեմ երիտասարդներով, ուրախ երիտասարդներով լի։ Մաղթեմ մեր հայ ժողովրդին առաջ երթին խաղաղություն, երկրորդ երթին առողջություն, բարգավաճ են, լավ լինի մեր երկիրը, ոչ մի հոգ չունենանք, անամբ երկիրի տակ ապրեն, Աստված բոլորին պահապան լինի։
Իսկ այժմ անդրադառնանք մեկ խնդրի Ստեփանավանի տարածաշրջանում լայն թափով ընթանում են շինաշխատանքները 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում։ Ինչ խնդիրներ ունի Ստեփանավանի համբավուժարանը եւ արդյոք լուծում կստանան առաջիկայում, թե ոչ, իմացեք տեսանյութից։ Ստեփանավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցվել է դեռ երկրաշարժից առաջ։ Երկրաշարժից հետո ենթարկվելով կապիտալ վերանորոգման, թվում էր, թե շենքային պայմաններն իդեալականին մոտ են, բայց կարճ ժամանակ անց խնդիրների հայր եկան, որոնք ավելի սրվեցին վերջին 4-ից 5 տարիների ընթացքում։ Իսկ դեռևս 2 տարի առաջ կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այսպես շարունակելու դեպքում փլուզման վտանգ է սպառնում շենքին։ Պատճառը տանիքի եւ ջրահեռացման համակարգի սխալ մոնտաժումն է։ Ջրահեռացման համակարգը բավարար չի, որի պատճառով տեսնում եք տանիքի տիշնող հատվածներում ունենք փլուզումներ, ինքը պատվիճակումը կարիք ունի կապիտալ վերանորոգման։ Ստեփանավան կատարած շրջայցի ընթացքում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լսեց համաբուժարանի աշխատակիցների բողոք խնդրանքը տանիքի եւ ջրահեռացման համակարգի վերանորոգման, ապա նաեւ պատերի ամրացման հետ կապված։ Դե վերանորոգման կարիք կա, շատ ցանկալի է, մի քիչ բարելավել։ Պատուհանները օրինակ փակեն, մեխածեն չեն կարողանում օդափոխեն կամարը, ձմեռն էլ փչում է։ Տանիքը անձրևն ամենակ պատը մտնում դրսից, երևի հենց այս մեր անկյունը պատի մեջով ոնց անձրևը գալիս է պատի մեջ է մտնում։ Ներսից չենք զգում, բայց ոնց որ տեսնում ենք պատի մեջ անձրևը արդեն քարերը երևում է, ճեղքեր կա։ Մարզի ղեկավարի հանձնարարությամբ կկազմվի եզրակացություն շենքի սեյսմակայունության մասին, որից հետո հավանաբար կառույցի վերանորոգումը կընդգրկվի 5-րդ հրատապ ծրագրի 2-րդ փուլին։ Անհրաժեշտ գումարը ըստ նախնական ուսումնասիրությունների կազմում է 25-ից 30 միլիոն դրամ։ Կպատվիրենք նախնական նախագիծ եւ արդեն կոնկրետ կիմանանք խոսքը ինչ գումարի մասին է։ Հնարավոր է որ նույնիսկ երկրորդ փուլը եթերնի շենքի ուժեղացման եւ տանիքի վերանորոգման խնդիրը լուծվի, որովհետեւ շենքը ինքը մեջը բավականին նորմալ, լավ վերանորոգված է, այսինքն կարիքը միայն անկյունների ուժեղացման եւ տանիք ամբողջությամբ փոխվի, որպեսզի այս խնդիրը վերանա։ Շուրջ 80 աշխատակից ունեցող համաբուժարանը սպասարկում է 28000 բնակչի ոչ միայն Ստեփանավան քաղաքի, այլև հարակից գյուղական համայնքներից։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Մոլորակ, Ստեփանավան։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շարունակում է թեժ ընթացքը։ Ամենաանկանխատեսելի խաղի ուշագրավ դրվագները ներկայացնում ենք մեկ տեսանյութում։ Անահիտ Կարապետյանն է պատմում։ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլից առաջ Կաբեչաո անունով կրյան փորձել է գուշակել Ֆրանսիա, Գերմանիա եւ Բրազիլիա Կոլումբիա խաղերի հաղթողներին։ Երկու հավաքականների դրոշների տակ կախված է խայծը մանր ձուկը, որն ուտելով կրյան գուշակել է երկու խաղերի հաղթողներին։ Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանն աշխարհի առաջնության Բրազիլիայի կրած պարտությունից հետո ամփոփել է մրցաշարում իր թիմի ելույթները։ Ես հիասթափված եմ, քանի որ մենք իսկապես հավատում ենք, որ կարող ենք հաղթել։ Մեր թիմը ողջ մրցաշարի ընթացքում պայքարում էր, մեզ հիանալի թիմ էր դիմակայում։ Կմնան մեր թիմի մասին վառ հիշողությունները, մենք լավ առաջնություն անցկացրեցինք։ Խամես Ռոդրիգեսն այս մրցաշարի խորհրդանիշներից մեկն է, դրանից մեր դուրս մնալն ավելի ցավալի է դառնում։ Գիտենք, որ Բրազիլիան Չիլիի հետ խաղից հետո հետևություններ կանի եւ կբարելավի իր խաղը։ Նրանք ամենասկզբից միտված էին արագ գոլ խփելուն, որի պատճառով մենք ստիպված էինք ետ մնալ մեր խաղից, ասել է Պեկերմանը։ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է աշխարհի առաջնության Ֆրանսիայի դեմ տոնած հաղթանակը, որն ավարտվեց 1-0 հաշվով։ Այժմ մենք ցույց ենք տալիս այն ֆուտբոլը, որի շնորհիվ կարող ենք հաղթել առաջնությունում։ Մենք ամեն անգամ փորձում ենք որակյալ ֆուտբոլ խաղալ, ասել է Հումելսը։ Подает кросс, удар по воротам, гол! Сборная Германии открывает счет. Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Կոլումբիայի հավաքականի պաշտպան Խուան Կամիլո Ասունիգայի հետ բախման արդյունքում կոտրել է գոտկային 3-րդ ողը։ Այդ մասին տեղեկացրել է բժիշկ Ռոդրիգո Լամարը, բժշկի ֆուտբոլիստը վիրահատության կարիք չունի, սակայն մի քանի շաբաթ կատարյալ հանգստի մեջ պիտի անցկացնի։ Այսպիսով ազմունդիալը Նեյմարի համար արդեն ավարտված է։ Հիշեցնենք, որ Բրազիլիան կիսայի եզրափակիչում մրցելու է Գերմանիայի հետ, իսկ Նեյմարին այժմ չի թույլատրվում քայլել։ забил. И в начале встречи опасный эпизод. Гол! Անահիտ Կարապետյան, Մոլորակ։
Այսպիսի զարգացումներ ունեցավ տոնական օրը Լոռու մարզում։ Ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր հայրենակիցներին, մաղթել ապրել խաղաղ եւ սահմանադրորեն պաշտպանված երկրում։ Այժմ խոսքը փոխանցեմ իմ գործընկերոջը։ Ողջույն Էրնա։ Ողջույն Գոհար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը պատմության ամենապայծառ տոներից մեկն է, որը պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակներն է ներկայացնում։ Քաղաքացիական համերաշխությունը երաշխավորող հայ ժողովրդի մեծագույն անձնագիր է։ Շնորհավոր Սահմանադրության օր։ Հիշեցնեմ, որ եղանակի տեսության աջակիցներն են Lux Computer-ը եւ Լուսատու մասնագիտացված խանութ սրահը, իսկ եղանակային կանխատեսումները կարճատև դադարից հետո։ Լուսատու լամպերի եւ ջահերի հարուստ աշխարհ, որոնք առանձնանում են իրենց նրբաճաշակությամբ եւ դիզայնով։ Լուսատու այստեղ դուք կգտնեք տարբեր ինտերիերներին համապատասխան լամպեր եւ ջահեր։ Լուսատու ստեղծեք ձեր ուրույն ինտերիերը մեր առանձնահատուկ ջահերով։ Լուսատու Տեսար չէ, որ ամենալավ ու մատչելի ապրանքն էստեղ էր։ Lux մասնագիտացված խանութ սրահ, խնայեք ձեր ժամանակը։ Այժմ ներկայացնեմ կանխատեսումները հուլիսի 6-ից 7-ը Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությամբ գրեթե ողջ տարածքում սպասվում է անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 23 մետր վարկյան արագությամբ։ Հնարավոր են առատ ու տևական անձրևներ, կա նաեւ կարկուտի հավանականություն։ Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում մի փոքր կբարձրանա։ Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակի հագուստ, խմել հասարակ ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել։ Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է բացպարվել արևի ուղիղ ճառագայթներից։ Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ ինքնազգացողության վատ թարացում։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 16, ցերեկը 25 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 15, ցերեկը 21 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 16, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 13, ցերեկը 20 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 15 աստիճան, ցերեկը 21 աստիճան տաքություն։ Իսկ Մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 16, ցերեկը 22 աստիճան տաքություն։ Երևանում հուլիսի 6-ից 7-ը կդիտվի մասամբ անպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, ամպրոպ եւ քամու ուժգնացում մինչեւ 18 մետր վարկյան արագությամբ։ Մայրաքաղաքում կդիտվի մինչեւ 34 աստիճան տաքություն։ Գոհար, անկախ եղանակից ժպտացեք հաճախ։ Շնորհակալություն Էրնա։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան կիրակի ցտեսություն։